Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում նշվեց Անի Խոշորացված համայնքի օրը։ Ներկա էին տարբեր գյուղական բնակավայրերի ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքում ունեին հատուկ հյուրերի պատվիրակություն, որը Բուլղարիայի Հանրապետության Նովի Պազար քաղաքից էր։ Նշենք, որ 1 տարի առաջ Մարալիկը եւ Նովի Պազարը կնքեցին քույր քաղաքներ դառնալու հուշագիր։ Նախ շնորհավորում եմ բոլոր անեցիներին Անի համայնքի օրվա հետ կապված։ Ամեն անգամ այցելելուց Անի համայնք մի նոր բան ենք տեսնում այստեղ կառուցված ու մի նոր բացում ենք անում այստեղ, որը շատ ուրախալ է, որովհետև բազմապրոֆիլ է, թե խաղահարաբարակներ երեխաների համար, թե զրուցարաններ մեծերի համար, թե երաժշտական դպրոցում ինչ որ նոր կառավարումով նոր հիմնանորոգված լսարաններ, այսինքն Անի համայնքի զարգացումը բազմաշերտ է, որը միանշանակ ուրախալ է։ Անին նորից քաղաք է դարձել ու շարունակում է ծաղկել։ Անիում համայնքի օրվան նվիրված տոնական միջոցառումները մեկնարկեցին մարզադպրոցի ծանրամարտի դահլիճի բացմամբ։ Մարալիկի երաժշտական դպրոցում բացվեցին վերանորոգված դասասենյակներ, հաջորդիվ կատարվեց Մարալիկում նոր խաղահրապարակի բացումն ազդարարող կարմիր ժապավենը, ինչպես նաև ծաղիկներ խոնարհվեցին Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։ Տոնական համերգից առաջ Ազատության հրապարակում բացվեց Աշոտ ողորմած և Խոսրովանուշ Թագուհու արձանները։ Վերոնշյալները առանց համայնք բարերար համագործակցության պատկերացնելը բարդ է, նշում է Անի Խոշորացված համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։ Իր խոսքով համագործակցությունները նաև միջազգային ասպարեզում են։ Դրա վառապացույցը բուլղարական Նովի Պազար քաղաքն է։ Բուլղարիայի քույր քաղաք ունենք, որտեղ հյուրընկալել ենք եւ մենք հենց այդ առիթով էլ հրավիրել ենք, որ մեր գործընկերները մասնակցեն մեր Անի համայնքի տոնին։ Տարեցտարի էլ ավելի նկատելի է դառնում Անի համայնքը ոչ միայն մեր Հայաստանի Հանրապետությունում, այլ արդեն Եվրոպայում եւ մի շարք այլ երկրներում ճանաչում ենք ձեռք բերում։ That's our first time in Ani. Առաջին անգամ եմ Մարալիկում եւ միայն սեր եմ զգացել։ Երկու համայնքապետարաններն էլ ունեն շատ ընդհանուր բաներ բոլոր ոլորտների մասով, օրինակ սպորտ, մշակույթ, սոցիալ եւ կառավարման։ Սա ոչ միայն լավ հնարավորություն է երկու քաղաքների, այլև Բուլղարիայի եւ Հայաստանի համար եւս։ Բուլղարիայի պատվավոր քաղաքացի Կարեն Ալեքսանյանը մեծ ներդրում ունի Մարալիկի ու Նովի Պազարի քույր քաղաքներ դառնալու գործում։ Իր խոսքով համագործակցելու լայն ասպարեզներ կան, որում ինքը կշարունակի աջակցել։ Հնարավոր է համ մշակույթի ոլորտում, համ սպորտային ոլորտում, համ գյուղատնտեսական, համ տուրիստական երկու համայնքներն ունեն ընդհանուր լիքը բաներ։ Իսկ երեկոյան անեցիները մասնակցեցին ամփոփիչ համերգին։ Կազմակերպիչների խոսքով համայնքի օրը մեծ շուկով նշելը եւս տարբերակ է այստեղ հրավիրելու երիտասարդների ուշադրությունը, ինչպես նաև դեպի Անի սևեռել նոր ներդրողների ու բարերարների ուշադրությունը։